Պատմամշակութային այս հուշարձանն արժեքավոր է ճարտարապետական իր հորինվածքներով, պատերին պահպանված միջնադարյան ինքնատիպ վիմագրություններով և տարածքում եղած բացառիկ խաչքարերով։ Ներկայացնում ենք պատմական Այրարատ նահանգի Նիկ գավառի վանական համալիրներից մեկը։ Բաց երկնքի տակ Նեղուցի վանքն է։ Կոտայքի մարզի մարզկենտրոն Հրազդանից 21 կիլոմետր հարավ-արևմտյան ուղղությամբ Դալար գետի ափին Ծաղկունյաց լեռների հարավային ստորոտին է ծավալվում Արձական գյուղը, որից մոտավորապես 1,5 կիլոմետր հյուսիս-արևմուտք բարձրադիր հատվածում տեսնում ենք Նեղուցի վանքը, որը հայտնի է նաև Արձականի Սուրբ Աստվածածին անվամբ։ Նեղուցի վանական համալիրը թվագրվում է 10-րդ դարի սկզբից մինչև 13-14-րդ դարերը։ Վանական համալիրը բաղկացած է մի քանի կառույցներից, հիմնական կառույցը բնականաբար դա Սուրբ Աստվածածին եկեղեցին է, 10-րդ-11-րդ դարեր, հստակ թվագրություն ցավոք չունենք։ Եկեղեցուն կից գտնվում է գավիթը, որը թվագրվում է 1271 թվականով, համաձայն առկա վիմագրությանը։ Ունենք ավելի բարձրադիր վայրում գտնվող մատուռ, որը թվագրվում է 10-րդ դարով, եւ սեղանատունը, որի թվագրումը ցավոք սրտի հստակ չէ։ Վանական համալիրից ոչ հեռու, մոտավորապես 70 մետր հեռավորության վրա, դիմացի բլրի լանջին գտնվում է հին գերեզմանատունը 12-ից 15-րդ դարերի։ Եկեղեցին Սուրբ Աստվածածինը պատկանում է սրահավոր գմբեթավոր եկեղեցիների տիպին, արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև եկեղեցի է։ Գլխավոր խորանը, արևելյանը ունի կիսաշրջանաձև հատակագիծ եւ վերևում պարփակվում է գնդաձև ծածկով։ Ցավոք սրտի գմբեթից պահպանված է միայն թմբուկը։ Իրականացված տեսական վերակազմության հիման վրա կարող ենք ասել, որ այն ունեցել է գմբեթավոր թմբուկ եւ ունեցել է կոնաձև վեղար, որը որ ունեցել է գլանաձև վալիկներ, որը շատ բնորոշ է հայկական միջնադարյան ճարտարապետությանը։ Եկեղեցու 4 անկյուններում կան ավանդատներ, որոնք որ բավականին բարձր առաստաղ ունեն, ծածկված թաղով։ Ընդհանուր վանական համալիրի վիճակը բավականին վատ տեխնիկական վիճակում է եւ կա ամեն վայրկյան փլուզման վտանգ։ Ինչպես տեսնում ենք, գավիթը եւ մնացած բոլոր կառույցները չունեն ծածկ, որը որ վտանգում է եկեղեցու հետագա կյանքը, քանի որ եղանակային պայմանները ու միջավայրային ազդեցությունները անընդհատ շարունակում են քայքայել։ Հիմա մենք գտնվում ենք եկեղեցու հարավային կողմում, ինչպես տեսնում եք, հարավային ամբողջ պատը փլուզվել է, որի հետ նաև փլուզվել են երկու ավանդատները։ Եկեղեցին գտնվում է աստիճանավոր որմնախարիսխի վրա։ Այս կողմից 3 աստիճաններ են, հյուսիսային կողմից ընդամենը մեկն է երևում։ Կառուցված է հիմնականում դարչնագույն տուֆ քարից, միջից շարվածքով։ Փլված հատվածներից տեսնում ենք նրա ներքին կառուցվածքը։ Թմբուկի պահպանված է ընդամենը 4 շար, որը հենվում է 4 անկյունային սյուների վրա, իսկ անցումը հատակագծային քառակուսուց դեպի գմբեթը տեղի ունենում առագաստաձև անցումով։ Եկեղեցին ունեցել է 4 լուսամուտներ, ըստ վերակազմության նաև բնականաբար հարավային պատուհանի վրա է եղել։ Այս պահին բաց են միայն հյուսիսայինը եւ արևելյանը։ Ներսից նայելիս տեսնում ենք, որ արևմտյան ճակատի պատուհանին կծվել է գավիթը եւ այն փակվել է։ Եկեղեցու ներսում հյուսիսային պատին կա միակ վիմագրությունը, բոլոր վիմագրերը իդեպ Նեղուցի վանքի ուսումնասիրված են եւ կհրապարակվեն վիմագրության դիվանում Կոտայքի մարզի, գավիթի եւ եկեղեցու միացման մասն է եւ հստակ տարբերակել է, թե որտեղ է ավարտվում եկեղեցու պատը եւ սկսվում գավիթինը։ Սա բավականին դասական ձևով հայկական ճարտարապետության համար արված կցում է երկու կառույցների։ Նախորդպես ասեմ, որ գավիթը ունի երկհարկ ավանդատներ եւ արտաքին ճակատից մենք տեսնում ենք, որ առաջին հարկում կա 1 բացվածք, իսկ վերևի մասում կա 2 բացվածք, որովհետև իրար կից 2 աղոթասրահներ են արված։
Նեղուցի վանական համալիրի յուրահատկությունը կայանում է նաև նրանում, որ գավիթի կծման ձևը եկեղեցուն շատ յուրօրինակ է։ Ավանդաբար գավիթները կծվել են եկեղեցու արևմտյան հատվածից եւ ծառայել են որպես ժողովարաններ, պատմականորեն գավիթներ ունեցել են եւ աշխարհիկ եւ հոգեվոր նշանակություն։ Հայկական եկեղեցիներում արգելված են հուղարկավորությունները, իսկ գավիթները հետագայում ծառայել են հենց այդ նպատակով։ Շատ հաճախ եկեղեցու սպասավորները հուղարկավորվել են հենց գավիթի ներսում եւ իրենց տապանաքարերը ծառայել են որպես սալահատակ եւ այդպիսով նրանք շարունակել են վանքերի ու եկեղեցիների այցելուներին ծառայել իրենց մահվանից հետո եւս։ Ինչպես նաև շատ իշխաններ, տոհմական ներկայացուցիչներ, ովքեր որ ունեցել են որոշակի ներդրում վանքի համար, իրենց մեկենասություններով եւ օժանդակություններով նույնպես հուղարկավորվել են գավիթում։ Մուտքից սկսած մենք տեսնում ենք տապանաքարեր, որոնք որ ունեն մարդկային սիլուետներ լուսապսակներով, ենթադրաբար դրանք եղել են հենց եկեղեցու սպասավորները։ Լանդշաֆտի դժվարությունից ելնելով մուտքը գավիթի դրվել է հարավային կողմից, ավանդական արևմտյանի փոխարեն եւ զարդարվել է շատ գեղեցիկ պորտալով, շքամուտքով, որը ունի գալակտիտավոր հարդարանք եւ նիշաներ, ինչը շատ յուրահատուկ է։ Այն միակ մուտքը չէ դեպի գավիթ, հյուսիսային ճակատում նույնպես կա դուռ, սակայն զարդարված չէ եւ ծառայել է զուտ ֆունկցիոնալ խնդիրներ լուծելու նպատակով։ Շքամուտքի վրա կան փորագրված խաչեր, որոնք վկայում են նորից նվիրատվությունների մասին եւ կան վիմագիր արձանագրություններ։ Հարավային պատին շքամուտքին կից գտնվում է այն վիմագիրը, որի տեղեկանում ենք կառուցման թվականի մասին։ Շքամուտքի վրա մենք տեսնում ենք 8-անկյուն եւ 7-անկյուն աստղերով զարդարված շրջանակ, որը որ շատ յուրահատուկ է եւ շատ քիչ տեղերում ենք մենք հանդիպում նման զարդարանք։ Ստալակտիտները հովհարաձև են եւ ըստ հետազոտողների դրանք ավելի շատ նման են հարավային շրջանների, իսլամական, պարսկական ազդեցությամբ աղյուսաշեն ստալակտիտներին եւ ունենք աջ ու ձախ կողմերում մուտքի նիշաներ, որոնք նույնպես կազմում են ընդհանուր շքամուտքի զարդարանքի համալիրը։ Հարավային պատը ունի երկու պատուհաններ՝ ի տարբերություն մյուս 3 պատերի, եւ այդ պատուհանները ունեն զարդարված շրջանակ, ցավոք սրտի վերին հատվածների կամարաձև հարդարանքը արդեն փլուզվել է եւ տեսնում ենք բեկորների տեսքով եկեղեցու շուրջ։ Ցանկանում եմ ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ գավիթը կառուցված է բազալտի քարից, կապտագույն, սակայն դա իրականում աչքով կարելի ասել քողարկվել է այն շաղախի շերտով կրային, որը որ լցվել է եւ պատել է ամբողջ արտաքին շերտը։ Խնդիրը կայանում է նրանում, որ ծածկի ավերման պատճառով անձրևաջրերը սկսել են լվանալ ներքին ստրուկտուրայի շաղախը, այն տարալուծվելով սկսել է հոսել ճակատի վրա եւ նորից կարծրացել է, կրիստալիզացվել է ճակատի վրա, այսպիսով մենք տեսնում ենք մարմնագույն բեժ գույնի քար, սակայն իրականում այն կապույտ բազալտից է իրականացված։ Շքամուտքի վերին հատվածներում շատ խորը անկյուններում նկատելի են ներկի հետքեր, որոնք որ վկայում են այն մասին, որ այս շքամուտքը եղել է ներկված։ Հիմա մենք գտնվում ենք գավիթի հարավային պատի տակ եւ այստեղ տեսնում ենք շատ հետաքրքիր ճարտարապետական լուծում։ Երկհարկ ավանդատները, որոնք կան գավիթում, միայն ավանդատների հատվածում բաժանված են քիվով։ Քիվերը առհասարակ հանդիսանում էին պատի վերին մասը եզերող դետալներ, որոնք որ նշում էին պատի ավարտը եւ հանդիսանում էին կոնստրուկտիվ էլեմենտ պատի եւ ծածկասալի համատեղման համար։ Շատ տարօրինակ է քիվի առկայությունը հենց այս հատվածում։ Դա տեղ է տալիս մեզ ենթադրելու, որ երկրորդ հարկի ավանդատունը կառուցվել է ավելի ուշ։ Այդ հանգամանքը նաև տեսանելի է քարերի, ուրեմն շարվածքի խախտվածությունից, որը որ ել ավելի ունիկալ է դարձնում այս վանական համալիրը։ Հիմա մենք գտնվում ենք գավիթի արևմտյան կողմում։
Հենց այս հատվածում է երևում ռելիեֆի դժվարությունը եւ թե ինչն է պատճառ հանդիսացել, որ շքամուտքը ավանդական արևմտյան կողմնորոշում ունենալու փոխարեն տեղափոխվել է հարավային ճակատի վրա։ Երևում է, որ հողի մակարդակը բարձրանում է մոտ պատի կեսի չափով։ Այս հատվածում տեսնում ենք, որ հողի մակարդակից ներքև ընկած հատվածում պատի շարվածքը սրբատաշի փոխարեն արված է կոպտատաշ քարերով։ Դա հիմք է տալիս ենթադրելու, որ նախապես գիտակցելով, որ այս հատվածը մնալու է հողի տակ, ավելորդ ռեսուրսներ չեն վատնվել սրբատաշ քարեր տեղադրելու համար։ Այստեղ ակնհայտորեն տեսնում ենք, որ որոշակի բարձրությունից սկսած քարը փոխվում է եւ դառնում է դաշնագույն տուֆ, ինչպես դա եկեղեցում էր։ Սա վկայում է այն հանգամանքի մասին, որ որոշակի պատմական իրադարձություններով պայմանավորված ենթադրաբար երկրաշարժի պատճառով ծածկը ավերվել է, վերակառուցվել է բազալտի փոխարեն տուֆով։ Այդ տարբերությունը եւ վերակառուցման հետքերը նաեւ տեսանելի են Գավիթի ներքին տարածությունում։ Այս ճակատի վրա շատ ենք տեսնում նվիրատվական խաչեր եւ տեսնում ենք պատի մեջ ագուցված խաչքար, բայց քանի որ խաչքարի վերին հատվածը առաջ եկող է, դա վկայում է այն մասին, որ նա ի սկզբանե նախատեսված չի եղել պատի մեջ տեղադրվելու համար, այլ նախատեսված է եղել ազատ տեղադրման համար եւ ենթադրաբար վերակառուցման ժամանակ այն որոշվել է տեղադրվել պատի մեջ։ Արևմտյան պատի տակ նաեւ գտնվում է մի հոր, որը որ չուսումնասիրված է եւ անհասկանալի է նրա ֆունկցիան եւ դերը, ենթադրաբար միգուցե ջրի աղբյուր է եղել կամ ինչ-որ թաքստոց։ Ուրեմն արևմտյան ճակատի հարավային անկյունում տեսնում ենք, որ պատը ավելի առաջ եկած է, սա հենց այն հատվածն է, որտեղ գտնվում է շքամուտքը։ Շատ հետաքրքիր ճարտարապետական լուծում է տրվել, վիզուալ հարավային կողմից պատը հաստատելու միջոցով ավելի համաչափ շքամուտք ստանալու խնդիր է լուծվել։ Այստեղ տեսնում ենք նաև պահպանված քիվեր, որոնք որ հնարավորություն են տալիս ստանալու տեսական վերակազմություն տանիքի ընդհանուր տեսքի եւ կերպարի վերաբերյալ։ Արևմտյան ճակատի վրա կա մեկ լուսամուտ, որը որ ունի զարդարված բարավոր։ Մենք գտնվում ենք եկեղեցու եւ Գավիթի հյուսիսային մասում, ավելի լավ պահպանված վիճակում են գտնվում քարերը, եկեղեցու հյուսիսային պատը եւ թմբուկի հատվածը պահպանված են, սակայն այստեղ կարող ենք տեսնել, որ Գավիթի ծածկասալերի փլուզման պատճառով շաղախը եւ ներքին շերտերը ամբողջությամբ քայքայվել են եւ լվացվել են եւ բացվել են Գավիթի ծածկող թաղերի ներքին քարերը, հաստատիորեն ոչնչով միմյանց հետ ագուցված չեն եւ պարզապես մեկը մյուսի վրա հենված գտնվում են անկայուն վիճակում եւ առկա է ամենօրյա փլուզման վտանգը։ Հյուսիսային կողմում ունենք ընդամենը մեկ լուսամուտ։ Եկեղեցու արևելյան ճակատի վրա առկա են երկու որմնախորշեր, որոնք որ ունեցել են պատը թեթևացնելու դեր եւ դրանք հանդիսանում են միջնադարյան հայկական ճարտարապետության դասական էլեմենտներ։ Սեղանատունը տեղակայված է Գավիթի եւ եկեղեցու նկատմամբ հարավային կողմում, ավելի ցածր հատվածում ռելիեֆի վրա։ Այն ունի ուղղանկյուն հատակագիծ եւ բաղկացած է երկու սրահներից։ Մի սրահը ավելի մեծը ունեցել է 4 սյուներ, որոնք պահել են ծածկը։ Պատերը իրականացված են եղել կոպտատաշ քարով եւ թույլ շաղախով։ Ենթադրաբար ծածկը եղել է փայտից, բոլոր պատերը արված են կոպտատաշ, սակայն սյուները իրականացված են սրբատաշ քարից, ինչը վկայում է այն մասին, որ միգուցե սյուները վերօգտագործվել են որևէ այլ կառույցից։ Մատուռը գտնվում է ավելի հեռու հատվածում, քան համալիրի մնացած օբյեկտները։ Այն ունի ուղղանկյուն հատակագիծ, ներքուստ ունի դեպի արևելք նայող կիսաշրջանաձև հատակագծով խորան եւ ըստ վերակազմության ունեցել է երկթեք տանիք, մուտքը ինչպես Գավիթի պարագայում նույնպես հարավային կողմից է։ Ցավոք սրտի մատուռից շատ քիչ է պահպանվել, հիմնականում մի քանի շարք քարեր եւ այս պահին ենթադրաբար տեղացիների ջանքերով որոշ քարեր փորձել են տեղադրել պատերի վրա եւ այն ծածկել են մետաղական թիթեղով, պաշտպանելու համար այն մթնոլորտային տեղումներից։ Մատուռի շրջակայքում տեսնում ենք բազմաթիվ միջնադարյան խաչքարեր, որոնք որ թվագրվում են ընդհանուր մինչեւ 15-16-րդ դարեր։
Այժմ մենք գտնվում ենք Գավիթի ներսում։ Գավիթը պատկանում է միջնադարյան հայկական գավիթների 40 կոնստրուկտիվ կառուցվածքով գավիթների տիպին, որը շատ տարածված է եղել Հայաստանում հայկական ճարտարապետության մեջ։ Կրող էլեմենտները հանդիսանում են 4 մարմնեղ սյուները եւ որմնասյուները, որոնք որ վերցնում են ծածկի բեռը իրենց վրա։ Ընդհանուր տարածքը բաժանվում է 9 սեկցիաների, որոնցից յուրաքանչյուրի առաստաղը ունի յուրահատուկ լուծում եւ հիմնական զարդարանքը դա կենտրոնական սեկցիայի 3 զույգ խաչվող կամարներով գմբեթն է։ Քառակուսի հատակագծից անցումը դեպի գմբեթին տեղի է ունեցել սկզբում աստիճանավոր առագաստների միջոցով, հետագայում այն եզերվել է շեղանկյուններով զարդարված զարդագոտիով եւ արդեն վերածվել է խաչվող կամարներով գմբեթի։ Երթիկը ունեցել է 6 անկյուն տեսք եւ անցումը երթիկների նույնպես եղել է հովհարաձև ստալակտիտներով։ 4 սյուններից 2-ը միանման են, ունեն գլանաձև կտրվածք, իսկ մյուս 2-ից մեկը փնջաձև է, 4-րդը ութանիստ։ Հատակագծում արևմտյան սեկցիաները ավելի նեղ են ստացվել, ինչը պատճառ է հանդիսացել, որ սեկցիաները ծածկող կամարները ոչ թե հենվեն որմնամույթերի վրա, այլ հենվեն պահունակների կամ միջազգային տերմինով կրոնշտեյնների վրա։ Գավիթի հարավային մուտքի վերևում տեսնում ենք հովազի գլուխը, որը որ բոլորիս հայտնի է Բագրատունյա ծառայատոհմի զինանշանից։ Փոքրինչ անհստակ է նրա բուն նպատակը այդտեղ տեղակայման, բայց ենթադրում ենք, որ այն հանդիսացել է պահապանի խորհրդանիշ։ Հյուսիսային հիմնական կամարի տակ ունենք նաև արծվի քանդակ։ Ներսից տեսնում ենք, որ քարերը բավականին խարխուլ վիճակում են եւ արանքներում նույնիսկ լույսն է ներթափանցում։ Գավիթում են գտնվում հիմնական բոլոր վիմագրերը բացառությամբ մեկի, որ եկեղեցում է, մոտավորապես 4 տասնյակ վիմագրերի մասին է խոսքը գնում, հիմնականը դրանք նվիրատվական բնույթի վիմագրեր են։ Պատերի վրա տեսնում ենք մոմավառության հետքեր, որոնք որ ստեղծել են պարաֆինի շերտը, որը շատ դժվար հեռացվող հայքայման տեսակ է, բայց ցավոք սրտի սա միակ դեպքը չէ, որ մենք հանդիպում ենք հայկական հուշարձաններում։ Այստեղ եւս առկա են բազմաթիվ վանդալիզմի հետքեր, հիմնականում ներկով արված գրություններ։ Վերջին տարիների ուշադրության ընթացքում մենք փորձում ենք փաստագրենք բոլոր ընդհանցած առաջացող վանդալիզմի հետևանքները եւ այսօր տեսնում ենք ծեփով թե շաղախով արված բարելիեֆը, որը բնականաբար սիրողական մակարդակով է արված, հասկանալի է, որ բարի նպատակով, բայց այն վնասվում է հուշարձանի ամբողջականությանը եւ կերպարին։ Մեր հետաքրքրվածությունը Նեղուցի վանական համալիրով սկսվել է 2 տարի առաջ, 2023 թվականին։ Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանում բացվեց հուշարձանների վերականգնման մագիստրոսական ծրագիրը եւ այդ ծրագրի հիմքում դրված էր համալիր ուսումնառությունը եւ որպես քննարկման առարկա հետազոտության առարկա դարձավ Նեղուցի վանական համալիրը։ Այդ ուսումնասիրությունների ընթացքում իրականացվեցին պեղումներ սեղանատանը, ինչպես նաև չափագրվեցին բոլոր կառույցները եւ արվեց նրա ամբողջ համալիրի խորքային հետազոտություն եւ վերլուծություն։ Այս միջամտությունը, վանդալիզմը չկար մինչեւ այս տարվա գարուն։ Բավականին թարմ խնդրի հետ գործ ունենք։ Մագիստրոսական ծրագրի վերջնարդյունքը եղավ Նեղուցի վանական համալիրի ամբողջական հետազոտության, վերականգնման եւ վերակազմության նախագծի փաթեթի ձևավորումը, որը որ մեծ հավանության արժանացավ թե հայկական վերականգնող ճարտարապետների շրջանում, թե մրցանակի արժանացավ միջազգային ստուգատեսի ընթացքում։ Կարևոր հանգամանք է Նեղուցի վանքի վրա ավելի շատ ուշադրություն դարձնելու նպատակով Որապես տպավորված եմ Նեղուցի վան կայցով, վայրը առանձնանում է իր յուրահատուկ ճարտարապետությամբ եւ հոգեվոր մթնոլորտով։ Շատ տպավորված եմ ոչ միայն վանքի պատմամշակութային եւ պատմական արժեքով, այլ նաեւ այն հոգեվոր մթնոլորտով, որը այցելուին ստիպում է առանձնանալ իր մտքերի հետ, հաղորդում է հոգուն
խաղաղություն, սրտին հանգստություն, իսկ մտքին լռություն։ Առաջին անգամ էի այցելում, կայցելեմ արդեն իմ ընտանիքի հետ։ Երրորդ անգամն այցելում ենք, ոնց որ նպատակ եմ դրել, որ պետքա գամ։ Այսօր էլ մեր ամուսնության 4-րդ տարին է, որոշեցինք գանք նորից մոմ վառենք։ Այդ հանգստությունը, խաղաղությունը միանգամից վանքից արդեն զգացվում է, որ գալիս ես ամեն բան, քեզ թվում է ամեն բան հանգիստ է, ամեն ինչ լավ է։ Վանքը այցելությունների սիրված վայր է, ուր գալիս են թե շրջակա, թե հեռու բնակավայրերից։ Իսկ վերականգնման նախագծի իրականացումից հետո այն դեռ երկար դարեր իր հիասքանչ դիրքից պատկառելի տեսքով կշարունակի լինել այցելությունների սիրված վայր։ Բաց երկնքի տակ նեղուցի վանքներ։